Հարավային Իսպանիայում բռնկված խոշոր անտառային հրդեհը շարունակում է մնալ երկրի ամենալուրջ արտակարգ իրավիճակներից մեկը։ Անդալուսիայի տարածաշրջանային ղեկավար Խունամա Մորենոն հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 12-ի, իսկ ևս 19 մարդ այս պահին համարվում է անհայտ կորած։ Իշխանությունների տվյալներով որոնողական աշխատանքները շարունակվում են, և փրկարարական խմբերը փորձում են պարզել անհետ կորած մարդկանց գտնվելու վայրը։ Իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ կրակը շատ արագ է տարածվել անտառապատ տարածքներում, ստեղծելով վտանգավոր պայմաններ ինչպես բնակիչների, այնպես էլ հրշեջների համար։ Տեղական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ նախնական տվյալներով զոհերի թվում կարող են լինել նաև օտարերկրյա քաղաքացիներ, մասնավորապես նշվում է, որ 4 զոհ կարող են լինել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, սակայն վերջնական տվյալները դեռևս չեն հրապարակվել, և իշխանությունները շարունակում են ստուգել զոհերի ինքնությունը։ Հրդեհի դեմ պայքարում ներգրաված են հարյուրավոր հրշեջներ և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ, փրկարարական խմբերը աշխատում են մի քանի ուղղությամբ, փորձելով վերահսկել կրակի տարածումը, պաշտպանել բնակավայրերը և ապահովել մարդկանց անվտանգ տարհանումը։ Նախնական տեղեկություններով հրդեհի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել էլեկտրահաղորդման գծի վնասումը։ Ականատեսների և տեղական աղբյուրների փոխանցմամբ հնարավոր է, որ գծի կտրվելու հետևանքով առաջացած իրավիճակը դարձել է բռնկման պատճառ, սակայն պաշտոնական մարմինները դեռևս վերջնական եզրակացություն չեն հրապարակել։ Հրդեհի տարածման պատճառով մի շարք ճանապարհներ են փակվել, անվտանգության նկատառումներով տարհանվել է մոտ 1000 բնակիչ, որոնց տեղափոխել են ավելի անվտանգ վայրեր։ Իշխանությունները բնակիչներին կոչ են անում չվերադառնալ իրենց տները, քանի դեռ փրկարար ծառայությունները չեն հաստատել, որ տարածքը անվտանգ է։ Արտակարգ իրավիճակների պայմաններում հիմնական դժվարություններից մեկը ուժեղ շոգն է։ BBC-ի տվյալներով այս ամռանը հարավային Եվրոպայի մի շարք երկրներում երկարատև բարձր ջերմաստիճանները մոտ 40 աստիճան և ավելի նպաստել են անտառային հրդեհների առաջացմանն ու արագ տարածմանը։ Իսպանիան միակ երկիրը չէ, որը պայքարում է նման իրավիճակի դեմ։ Խոշոր անտառային հրդեհներ են գրանցվել նաև Ֆրանսիայում և Պորտուգալիայում, որտեղ նույնպես հարյուրավոր հրշեջներ ներգրաված են կրակի դեմ պայքարում։ Տարբեր շրջաններում հազարավոր մարդիկ ստիպված են եղել ժամանակավորապես լքել իրենց բնակավայրերը։ Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին Եվրոպայում անտառային հրդեհների վտանգը մեծացել է։ Երկարատև շոգը, տեղումների պակասը և չորացած բուսականությունը ստեղծում են պայմաններ, որոնց դեպքում նույնիսկ փոքր բռնկումները կարող են վերածվել մեծածավալ աղետի։ Անդալուսիայում իրավիճակը շարունակում է մնալ վերահսկողության տակ վերցնելու գործընթացում։ Փրկարարները շարունակում են աշխատել հրդեհի օջախների ուղղությամբ, իսկ որոնողական խմբերը փորձում են գտնել անհայտ կորած մարդկանց։ Իշխանությունները խոստանում են, որ հրդեհի պատճառների ամբողջական ուսումնասիրություն կանցկացվի, և բոլոր հանգամանքները պարզ կլինեն հետաքննության ավարտից հետո։ Այս պահին գլխավոր խնդիրը մնում է մարդկանց անվտանգությունը, կրակի տարածման կանխումը և անհետ կորածների որոնումները։